Ընտրակեղծիքներ նախընտրական շրջանում, իհարկե, ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարի կալանքը նախընտրական շրջանում եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում, մի շարք ընդդիմադիր առանցքային գործիչների կալանք քարոզարշավի ամբողջ ընթացքում, ձերբակալություններ, խուզարկություններ եւ այլն։ Չընտրվելու դեպքում սեփական ժողովրդին պատերազմով սպառնալը, վախի եւ ատելության մթնոլորտ ստեղծելը, քաղաքական բանավեճի բռնված քաղաքացուն կալանավորելը, ավելի քան 30,000 արցախցիների ընտրական իրավունքից զրկելը հակասահմանադրական ձևով։ Ընտրակեղծիքներ ընտրությունների ընթացքում իհարկե տեսել ենք տարբեր ՔՊԱ-կան համայնքապետերի կողմից ուղղորդումներ ընդհուպ միջև քաղաքացու հետ քվեախցիկ մտնել, անվավեր քվեաթերթիկների ռեկորդային աննախադեպ աճ նախորդ տարիների, նախորդ ընտրությունների հետ համեմատած։ Տեսել ենք նաև անհասկանալի գաղտնի ցուցակներ 18,000-ից ավել ընտրող ունեցող, որը մեղմ ասած շատ կասկածելի է։ Եվ այսպես վարչական ռեսուրսի չարաշահման հարյուրավոր դեպքեր, ընդ որում նաև 8-ից հետո ժամը 11-ի երեկոյան 11-ին ընտրության դեպքեր։ Բայց ընտրակեղծիքները շարունակվում են նաև ընտրություններից հետո եւ ել ավելի մեծ ծավալով։ Ինչ ենք տեսնում ընտրություններից հետո եւ երբ սկսվեցին ընտրակեղծիքները։ Այս պահից։ Ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այո, երբ հաշվել էին քվեաթերթիկների ընդամենը 10%-ը, իշխող ուժը հայտարարեց, որ ոչ միայն հաղթել է ընտրություններում, այլև ունի սահմանադրական մեծամասնություն։ Կրկնում եմ, երբ ընդամենը 10%-ն էր հաշվարկվել քվեաթերթիկների։ Ինչ եղավ հետո, շատ հետաքրքիր էր։ Ի սկզբանե տեսնում էինք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարել է շեմը, հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ չի հաղթահարել, վերահաշվարկների արդյունքում նորից պարզվեց, որ հաղթահարել է, բայց սպասում ենք, որ մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր կճանաչեն, այսպիսով փորձելով դուրս թողել ևս մեկ ընդդիմադիր ուժի ազգային ժողովից։ Ընդ որում, հենց անվավեր է ճանաչվում այն ընտրատեղամասերում, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ունի ձայների ավելի մեծ համամասնություն։ Նման դեպքերում ըստ ընտրական օրենսգրքի նախատեսվում է վերաքվեարկություն, այսինքն եթե քվեարկության անվավեր ճանաչվելը էական ազդեցություն է ունենում ընտրությունների վրա, իսկ այս դեպքում մեկ ուժ դուրս է մնում ազգային ժողովից եւ իշխող ուժը ստանում է 3/5 մեծամասնությունը, ապա տվյալ դեպքում պետք է իրականացվի վերաքվեարկություն։ Իսկ ինչ եք կարծում, կկազմակերպեն արդյոք վերաքվեարկություն, թե օրենքը շրջանցելով կամ այլ որևէ բան մտածելով ընդդիմադիր ուժին դուրս կթողեն ազգային ժողովից, այսպիսով ստանալով մանդատների 3/5-ը։ Եթե կարծում եք, որ դուրս կթողեն, ապա շնորհավորում եմ։ Մեծ մխիթարություն չէ, բայց դուք արդեն գիտեք, թե ինչպես է կազմակերպվում ընտրությունները Նիկոլապետությունում։